Տիկին Մինասյան, երբ քարոզարշավներ ընթանում եւ բավականին սուր բառերով վիրավորական էթիկայի սահմաններից անդին անցնող բառեր էին հնչում նաեւ ձեր ուժի կողմից, ձեր ուժի ղեկավարի կողմից, ինձ հետաքրքիր է արդյոք դուք արել եք բարեկրթության նորմեր հենց քարոզարշավի ընթացքում սահմանելու միակ քաղաքական ուժն ենք հարցը ավարտում էլի եւ օրինակ այդ կզացնելու, չոփացնելու եւ մնացածի հետ կապված դուք ինչ դիրքորոշում ունեք։ Ես կարծում եմ վարչապետը ցանկացած իր պորտկման համար հետագայում ինքը արձագանք է տվել եւ այդտեղ ընդհանրապես կարիքը չկա մեր կողմից որևիցե ձևով դրան արձագանքելու, որտեղ հենց պարոն վարչապետն է, որ առաջինը ուզում է այդ մթնոլորտը փոխել։ Իսկ ինչ վերաբերվում է քարոզարշավից առաջ եւ հետո, բնական է Ժորժ ջան, քարոզարշավների ընթացքում շատ է սրվում ոչ միայն խոսույթը, այլ քաղաքական իրավիճակը, հանրային մթնոլորտն էլ շատ է սրվում։ Եվ դա քարոզարշավների տենդենսն է, եթե գնաք այլ երկրները նայեք, ասենք, չգիտեմ, Ամերիկայի ընտրությունների ժամանակ մարդիկ կարող են ընդհանրապես իրար հետ չխոսեն ու շատ ավելի սուր բառապաշարով խոսեն։ Այստեղ խնդիրը հետագան է, ազգային ժողովի դերն է ու նշանակությունը։ Մենք այդ նշանակության շուրջ ենք բանավիճում եւ ասում ենք, այդ նշանակությունը պետք է նպատակին ծառայի։ Իսկ ինչ վերաբերում է մեր քաղաքական ուժին, հարգելի գործընկերներ, ես ձեզ խնդրում եմ ուղղորդեք մեր քաղաքական ուժերին ունենալ այն էթիկայի կանոնագիրքը, որը մենք ենք ստեղծել մեր քաղաքական ուժերի համար։ Աշխատում է պարոն Կիրակոսյան եւ մենք ինքներս Պարոն Սիմոնյանը ներողություն է խնդրել այդ քայլի համար։ Ես չեմ տեսել որևէ քաղաքական գործչի, որևէ քաղաքական թիմից, որ իր արած որևէ քայլի համար ներողություն խնդրի։ Մարդկանց զինվորների մահն են ցանկանում, չեմ գալիս ներողություն խնդրում։ Մեզ ինչ չէ զինվորներից։ Բայց օրինակ դուք վարչապետի մենք մեր արած ցանկացած գործողության համար Ես նորից կրկնեցի, որ պարոն վարչապետը ինքն է արձագանքում առաջինը իր ռետորաբանությանը։ Իսկ ինչ վերաբերվում է ուրեմն վարչապետը չի ընդհանրապես այդ կանոնագիրքն էլ քննարկվում է, ներքին քննարկումները երբեմն բաց են, երբեմն փակ են։ Մեր խնդիրը հետևյալն է. մենք ինքներս մեզ կարողանանք սահմանափակենք որևիցե ձևով եւ ունենանք այդ կանոնները, որի մեջ պետք է խաղանք։ Պորտկումներ կարող են լինել, դրա համար մենք մեր պատասխանատվությունը կրում ենք հանրության առաջ եւ հանրությունն է հետագայում գնահատում այդ պորտկումները ինչ աստիճանի գնահատականի կարող է արժանացնել, իսկ ինչ վերաբերվում է ազգային ժողովին, ես կարծում եմ, որ ազգային ժողովը պետք է էթիկայի հանձնաժողովի շրջանակներում եւ այդ էթիկայի հանձնաժողովը պետք է ունենա այդ վարքագծի կանոնները, որի շրջանակներում մենք պետք է լուծենք հարցերը։ Նիկոլ Փաշինյանն ասում էր ինտիկնոջը արաբկիրում, ասում է, եթե դու ռոբն ես, ես քեզ սատկացնելու եմ, հա։ Պարոն Կիրակոսյան, ես ոչինչ չեմ կրկնելու։ Ես ինչ ասեցի, նայեք պարոն վարչապետի լայվերը, նայեք մեր քարոզարշավի լայվերը, պարոն վարչապետը մեկնաբանել է հստակ իր քաղաքական խոսույթը հերթականությամբ երբ ինչ է ասել ու խոսքը ընդհանրապես այդ տիկնոջը չէր ասում ինչ վերաբերվում է նրան թե դուք անընդհատ այդ նույն հարցը կրկնեք ես նորից եմ ասում սահմանագից պետք է քաշենք մի օր սահմանագից պետք է քաշենք մի օր իսկ անվստահելի չի դառնում այն ուժը որ ընդհանրապես երբևիցե ներողություն չի խնդրել իր արած որևիցե քայլի համար բայց երբեք այդպիսի խոսույթ որևէ քաղաքական ուժ չի կիրառել Ես կարող եմ բերել ձեզ օրինակներ, գիտեք ինչն է հետաքրքիր, որ դուք ինչ-որ պորտկումները բարերի մակարդակով կարող եք խնդրահարույց համարել, բայց այն որ մարդուն համարում են կամ մեր Հայաստանի Հանրապետության ժողովրդին ասում են ժեղ, ասում են ադրբեջանա-թուրքական հեղափոխություն անողներ, այդ ամենը վիրավորական չեք ընկալում, մի տեսակ չեք ընկալում։ Ես նորից եմ կրկնում, իմ կարծիքով մենք պետք է նաև կարողանանք ճիշտ գնահատել այն քաղաքական օրակարգերը, որի շուրջ ձևավորվում է խոսույթ եւ որը ներարկվում է հասարակության մեջ։ Այդ ներարկումը հասարակության մեջ տեղի է ունենում այստեղից։ Եվ այդ ներարկումը պետք է դադարի կոնսպիրոլոգիկ դաշտից դուրս գալ եւ հիմնվել փաստերի վրա։ Տիկին Մինասյան առաջիկայում ազգային ժողովի վերաբերյալ կառավարության ծրագիրը ինչ ակնկալենք 2031 թվականների ծրագրից ծանոթ ծրագրին ինչ Ծրագիրը մեր նախընտրական ծրագրի համահունչ տարբերակն է։ Մենք նախընտրական ծրագիրը կազմել ենք այնպիսի թվային համակարգով, որը որ ունեցել է մեր 7 տարվա փորձ, այսինքն ոչ ճոխ
տենց հեքիաթներ ենք գրել, ոնց որ մեր ընդդիմություններ մեր ժողովրդից ակնկալում, որ կհավատան այդ հեքիաթներին, այլ հստակ թվային ծրագրեր, որի շուրջ մենք այս ընթացքում 7 տարվա ընթացքում ունեցել ենք թվային պատկերներ, գիտենք, որ 5 տարվա ընթացքում կարող ենք կրկնապատկել դա, սկսած կրթության ռազմավարությունն մեր գերնպատակը լինելու ամենակարևոր բանը ավելացնել մեր պետական կառավարման շրջանակներում դա նաև կրթված եւ ավելի պրոֆեսիոնալ անձնակազմ ունենալ, մենք գիտեք, պարոն վարչապետ, նաև նշանակումներ է կատարել կադրային բանկից, որը ձևավորել է միջազգային համալսարաններն ավարտած մարդկանցից։ Դրանից բացի մենք բազմաթիվ ծրագրեր ունենք տնտեսության դիվերսիֆիկացիայի համար, երկրորդ ամենակարևոր թևը կհամարեմ տնտեսության դիվերսիֆիկացումը։ Ես կարծում եմ, որ կառավարության ծրագիրը գա ինքներդ ավելի հստակ թվային պատկերներով հստակ օր երբ է կառավարությունը գալու իր ծրագիրը ներկայացնել։ Օ, շատ բարդ բան եք ասում, որովհետև մեր ազգային ժողովի հստակ ժամկետ կա։ Ես գիտեմ ժամկետների մասին, ասում եմ բարդ բան եք ասում, որովհետև մենք այս նիստերը պետք է ավարտենք, ձևավորի ազգային ժողովը, քվեարկություններ պետք է տեղի ունենան դրանց, հետո պետք է գա կառավարության կառուցվածքային փոփոխություն, որը այս նստաշրջանի օրակարգի մեջ է։ Կառուցվածքային փոփոխությունից հետո նոր այդ ընթացքի ընդմիջում լինի, կարող է չլինի միանգամից իրար հետ կպնենք, կառավարության ծրագիրն է գալու եւ ազգային ժողովը կլսի եւ իր գնահատականին կառաջանա։ Ուզում եմ ասեմ 22-ից շուտ չի լինի դա։ Այդ չեմ կարող ասել։ Բայց ժամկետներ չեք խախտի, չէ՞։ Չէ, բացառվում է, չէ։ Մենք երեք էլ առաջարկում ենք նիստեր ավելացնել։ Շնորհակալություն։